Վենեսուելայի 13 տարվա նախագահ Նիկոլաս Մադուրոին առևանգելուց ու ամերիկյան բանտ նետելուց 10 օր էլ չի անցել, Թրամփն արդեն իրեն է կարգել Վենեսուելայի նախագահ։ Նա հենց իր անձնական Truth սոցիալական ցանցում կեսկատակ կեսլուրջ այսպիսի լուսանկար է գցել, որտեղ իբր ինքն է Վենեսուելայի գործող ղեկավարը։ Իդեպ Թրամփը օդանավում ոտքի վրա լրագրողների հետ շփվելիս չի բացառել, որ շուտով անձամբ կգնա Վենեսուելա։ Այո, ինչ-որ պահի կգնամ, պաշտոնական կարակասը շատ լավ է աշխատում մեզ հետ։ Կհանդիպենք, տեսնենք ինչպես կընթանա ամեն ինչ։ Վենեսուելան մոտ 2.5 անգամ ավելի մեծ է, քան Գերմանիան։ Ավելի մեծ, քան Բրիտանիան, Իռլանդիան ու Բելգիան միասին վերցրած։ Այդ երկիրը հսկայական բնական պաշարներ ունի։ Միացյալ Նահանգներին հետաքրքրում են հատկապես նավթն ու գազը, որոնց վերաբերյալ ԱՄՆ կառավարությունն արդեն սկսել է գործարքներ կնքել, հանդիպումներ կազմակերպել նավթային ընկերությունների հետ։ Վաշինգտոնի հաջողությունները Վենեսուելայում ուղիղ սպառնալիք են դարձել Կուբայի համար, որը մինչև Մադուրոյի առևանգումը նավթ էր ստանում Կարակասից։ Թրամփը սպառնում է Կուբան ոչ նավթ, ոչ փող այլևս չի ստանա, եթե համաձայնագիր չկնքի Միացյալ Նահանգների հետ։ Իսկ վենեսուելական նավթի կորուստը կործանարար կարող է լինել Կուբայի համար։ Ոչ ոք մեզ չի կարող ասել մենք ինչ անենք, այսպես է պատասխանել Կուբայի արտաքին գործերի նախարարը Սպիտակ տան ղեկավարին։ Կուբան իրավունք ունի վառելիք ներմուծել ցանկացած մատակարարից, որը պատրաստ է այն արտահանել, ասել է նա։ Կուբան վառելիք ու էներգետիկ ռեսուրսներ է ստանում ոչ միայն Վենեսուելայից, այլև Ռուսաստանից, Չինաստանից, հենց սա է բարկացնում Թրամփին, դրա համար էլ ուզում է վերահսկել նավթի ու էներգետիկ ռեսուրսների շարժը Կարիբյան տարածաշրջանում։ Եվ ոչ միայն, նաև հյուսիսում է ուզում իր վերահսկողությունը հաստատել Թրամփը ու չի թաքցնում։ Եթե մենք չվերցնենք Գրենլանդիան, ապա դա կվերցնեն Ռուսաստանը կամ Չինաստանը։ Ես դա թույլ չեմ տա։ Կա որևէ գործարք, որ նրանք կարող են ձեզ առաջարկել։ Իհարկե, ես կուզենայի նրանց հետ գործարք կնքել, բայց այսպես թե այնպես Գրենլանդիան մերն է լինելու։ Թրամփն ուզում է իրենով անել Դանիայի ինքնավար տարածքը համարվող այս կղզին, որովհետև սառույցները հալչում են Գրենլանդիայում եւ այդ պայմաններում ավելի հասանելի են դառնում կղզու հազվագյուտ մետաղները, հանքանյութերը։ Դրանից բացի Գրենլանդիան կարևոր ռազմավարական նավահանգիստներ ունի։ Լիլիթ Գասպարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։